Շուրջ 1000 ընտանիքներում մարդիկ ամեն օր քնում արթնանում են հույսով, որ վերջապես կգտնվեն Արցախյան 3 պատերազմներում, ինչպես նաև Ստեփանակերտի բենզալցակայանի պայթյունի հետևանքով անհետացած իրենց հարազատները։ Այդ նպատակով ստեղծվել է անհայտ կորած հարազատների համահայկական ասոցիացիան։ Հիմնադիրներից մեկը 44-օրյա պատերազմում անհետ կորած Հենրի Մուրադյանի հորեղբայրն է։ Ասոցիացիան կազմելով մենք չենք փոխվում։ Մեր երեխեքի որոնողական աշխատանքներ, մեր երեխեքի գրկելու ցանկությունը մեր մեջ չի փոխվում։ Մի հարկի տակ հավաքված անհետ կորածների հարազատների խոսքով տարիներ շարունակ փորձել են առանձին պայքարել իրենց հարազատների ճակատագրերից մի լուր իմանալու համար։ Պետական տարբեր կառույցներում են եղել ստանալու ամենակարևոր հարցի պատասխանը, որտեղ են իրենց երեխաները։ Մենք մայրերով խումբ ստեղծեցինք, մի խումբ մայրերով առանձին էին գնում, հայրերը առանձին էին գնում, լինում էր անգամ նույն ընտանիքի անդամներ, մեկը մյուս գնում էր մի ուրիշ կառույց, մայրը առանձին կառույց, ու այդպես որոշեցինք երկար պայքարից հետո հասկացանք, որ ճիշտ է միաբան լինելն էր, կառուցել մի այնպիսի հարթակ, որ լինենք միասնական։ Բաքվում գերեվարված մեր հայրենակիցների ճակատագրով զբաղվող իրավապաշտպանների պնդմամբ ոչ պաշտոնական տվյալներով 80 հայ գերիներ կան Ադրբեջանում, որոնց մասին պատմել են վերադարձած գերիները։ Ասոցիացիայում ունեն տեղեկություններ, գերության մեջ կան մարդիկ, որոնք անհետ կորած են համարվում։ Տարբեր աղբյուրներից լսում ենք, որ շատ գերիներ այնտեղ ունեն, որոնք հաստատված չեն։ Բայց էլ եմ ասում, էդի խոսակցության մակարդակիա ոչ մի ձևի փաստ չկա, որի վրա կարելի է հիմնվել ու առաջնորդվել այդ խոսակցություններով։ Օգոստոսի 30-ը բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է։ Ասոցիացիան հատուկ միջոցառում է կազմակերպելու, կրկին հնչեցնելու իրենց ցավը։ Ուզում եմ բոլորը պարզ հասկանան, որ այս ընտանիքների, այս թվերի հետևում անհայտ կորածների ուղղակի թվեր չեն, նրանք մարդիկ են, նրանք ընտանիքներ են, նրանք սպասում են, տարիների սպասում են։ Անհայտ կորած հարազատների համահայկական ասոցիացիայում համոզված են, առանց իշխանությունների հետ համագործակցելու չեն կարող գործը գլուխ բերել, տեղեկություններ ստանալ իրենց հարազատների մասին։ ԱԱԾ տնօրենի հետ առաջիկայում հանդիպում է լինելու տեղեկացնում է Գոր Մուրադյանը, վստահեցնում, եթե զգան, որ իրենց հարցերի պատասխանները չեն ստանում, նաև բողոքի ակցիաներ կանեն։ Մենք չենք կարող մոռանալ այն երեխեքին, ով որ այսօր չկա։ Մեզի հարկավոր է հասկանալ, Հանրապետության մեջ Սփյուռքում, չգիտեմ, ով պատրաստ է այս երեխեքի համար ինչ-որ մի քայլ անելու, մենք իրանց հետ քայլելու ենք։ Ով խանգարելու է, մենք իրանց դեմ պայքարելու ենք։ Շուրջ 2 ամիս առաջ է ԱԱԾ-ում տեղի ունեցել գերիների, պատանների եւ անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ ԱԱԾ-ից հայտնել էին, որ քննարկումների արդյունքում տրվել են համապատասխան հանձնարարականներ, սահմանվել են հետագա աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները։ Կարնե Մանգասարյան, Զարուհի Սահակյան, Նորա Շարբաթյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։